Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-971-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ նաեւ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բայց ես պարոն Շիրինյան, մեկ շաբաթ անց նորից մենք հանդիպում ենք եւ քննարկենք, թե ինչ կարեւոր իրադարձություններ են տեղ ունեցել։ Այսինքն երբեմն մենք համարում ենք կարևոր կամ դիմացինի համար կարող է լինել անկարևոր կամ անկարևոր թեմաներ մեզ համար, իրենց համար կարևոր, բայց չեն կարող չանդրադառնալ օրինակ եկեղեցի պետություն այս լարվածությանը եւ ուզում եմ այսօր իրավական եւ քաղաքական գնահատականը տանք ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից սեփազանները նամակ են գրել եւ նշել, որ Հայաստանում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիները զավթելով եւ հավատացելուց իրավունքները ոտնահարելով, որ այդ այսպես ասած հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհայտ դավանանքի անձը, որը թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքները եւ նրան միացել են մերժված հոգեվորականները։ Հարցս հետեւյալն է. արդյոք այս հայտարարությանը պետք է ուշադրություն դարձնեն պատկան մարմինները, չէ՞ որ այս հայտարարությունները ի վերջո հասարակական եւ իրավական ինստիտուտները կարծես թե ոտնահարում են։ Ինձ չգիտեմ ճիշտ ասած օրենսդրություն կա թե չէ դրա վերաբերյալ, բայց որ պետությունը եւ իշխանությունը պիտի պաշտպանված լինեն բոլոր տեսակի պոռոտախոսներից, շպիոններից, օտարերկրյա գողապետականներից, մաֆիաներից, դա հասկանալի բան է։ Այնպես որ դա իրենց պիտի հաշիվ տան մի հարցի մեջ, որևէ երկիր կհանդուրժի իրենց սիրելի Կրեմլյան իշխանությունը, Մարիա Զախարովան, այսպիսի զազրախոսություն Կիրիլի պարագայով կհանդուրժի, թե չէ, թե վաղուց մեքենայի տակ ընկել կորել էին, պարզ է կորել էին։ Հիմա ըստ էության վերադառնանք, որովհետև իրենց հարցերին չեն պատասխանում, իրենց ինչ մեղադրանք է ներկայացնում, բարձվում է, որ ճիշտ է սխալ է դնում են կողքի, որտեղ այդպես է, ուրեմն այդ կուսակրոնությունը պարտադիր է, չէ, ըստ կարգի պարտադիր է, հիմա ճիշտ ու սխալը դնում ենք կողքի, իրենք սրա մասին չեն խոսում, որ աղանները Հայաստանում մի տարի չի, մի անգամ չեն խոսում, վխտում են հակաքրիստոնյա, չեկիստներն ու ուրեմն ինչքան աթեիստ եւ այլասերվածներ կա դարել են Էջմիածնի պաշտպաններ դեմքով տեսնում ենք, ով է տեսել KGB-ի շեֆը նախկին, դե հիմա նախկիններ են բոլոր այնտեղ, կանգնում եկեղեցի է պաշտպանում, որոնք իրենք քանդել են եւ այսպես կարելի է շարունակել, ուրեմն, բայց ես այստեղ էլ մտավախություն չունեմ, սա ձայն բարբարո հանապատի իրենք լավ են հասկանում, վերջի ճիճն է, որտեղ ըստ էության եկեղեցին բարոյական ուժ է, չէ, եկեղեցին առաջին հերթին հավատի ուժ է, օրենքով չի, ես հավատամ, թե չէ, ես կարող եմ լռել կամ չլռել, բայց հավատի հարցը ուրիշ է, այդ իմաստով իշխանափոխություն եկեղեցում եղել վերջացել է, եւ դրա ապացույցը, երբ որ Գարեգին ուրեմն ուզուրպատորը վերադառնում էր Մարսելյան ուղևորությունից, այն քանակություններ եւ այն լրատվամիջոցները, որոնցով ինքը շրջապատված էր, դրա համար էր կանչում թիկունքից ժողովուրդ ուր է, ժողովուրդ ընդհանրապես իրենք չեն ունեցել, չունեն, մենք բանից չենք, գոնեինցո չեն կարող համոզել, որ 5-6 տարի է մտնեիք եկեղեցի, տեսնեիք այդ սուրբ պատարակ, որ մի հատ փարիսեցիան սուրբ պատարակ, այսպես էլի, որ անում են, քանի հոգի էր մասնակցում եւ ովքեր կային եկեղեցում եւ ինչ վիճակ էր եկեղեցիների շուրջը, մեջը եւ այլն։ Հիմա սա չի ասում, որ մեր եկեղեցին չունի ազնիվ սպասավորներ, չի ունեցել, դա բոլորովին ուրիշ է, բայց գողապետական եկեղեցի չի լինելու եւ վերջացած։ Այս իմաստով հարցը լուծված է 2-3 շաբաթ է, մնում է տեխնիկական հարցը։ Ես ձեզ մոտ եմ ասել, ես նման եթե
ինձ եք հարցնում, այս գործելաձևը չէի որդեգրի։ Դուք նույնիսկ համոզված եք, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է լիներ Չէ, եպիսկոպոսատ ժողովը պետք է պատասխանի, այս կաթողիկոսը կին ունի, երեխա ունի, թե չէ։ Սրա մասին չեն խոսում։ Գլանների հարցերով զբաղվել է, թե չէ ինքը ղեկավարել է հակապետական ելույթներ, թե չէ։ Սրան պիտի պատասխանեն, ոչ թե եպիսկոպոսատ ժողովին ժողով։ Հասկանում եք, եւ երրորդը, կա պատմական առաքելություն։ Այս եկեղեցին չեմ ուզում երկար ծավալել, թե իմ տեսակետները շատ հայտնի են բոլոր տեղերում։ Ես 5-6 տարի է, երև 6 տարի իմ ընկերների հետ կուսակցության համառորեն քայլել եմ Հայաստանի Հանրապետության դաշտերով, սարերով, մարդկանց հետ, մարդկանց մեջ եւ եկեղեցիներով, վանքերով եւ ամրոցներով եւ ամեն կիրակի հաղորդում եմ տվել եւ ուշադրություն իհարկե ոչ կոպիտ ձևով, որտեղ դա մեր եկեղեցին է, իմ նպատակն եղել է այն, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին վերադառնա իր կոչումին, իսկ կոչումը ուրեմն հայտնի բան է, նախ որ մերը պիտի լինի, բայց մերը ավելի կոնկրետ է 301 թվականին Տրթադմեծ Թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչը դրեցին օրենքը չգրված, բայց նոր կտակարանում կա օրենքի ուժը, օրենքը, ես իրենց ուժը որն է, որ այդ օրենքը շատ բարձր բանն է, որն է այդ օրենքը, որ մեր պետությունը, երբ որ պետություն էր եւ լավ պետություն էր, այս 301 թվականներին իսկապես եւ բացի 4-րդ հայկը, ինչքան հիշում եմ, հայկական լեռնաշխարհն ամբողջապես Հայաստան էր, մենք գաղութներ չունեինք, մենք սպիրտ չունեինք, երևի ուրիշներն ունեին մեր բարակայում, եւ այսպես եւ Հայաստան մշակութային թռիչք ունեցավ դրանից հետո են ոսկե դարը, որ սկսվեց, ուրեմն այնտեղ Գրիգոր այսինքն Տրթադմեծը եպիսկոպոսատ ժողով հրավիրեց ինքը թագավորը, հիմա վարչապետը հրավիրեց ժողով, օրակարգ դրեց եւ առաջարկեց Գրիգոր Լուսավորիչին ընտրել հայոց հայրապետ, այսինքն եպիսկոպոսների ավակ, շատ չպիտի բան, եպիսկոպոսներ եւ մարդիկ սիրով ընտրեցին եւ չմերժեցին թագավորի առաջարկը։ Եվ ուներ ըստավանդության այստեղ է մոդելը, ուր ուզում եք գնանք, ուր ուզում եք 4000 տարի հետո 10000 կամ ինչ, որ դա անխախտ բան է, թագավորն ուներ իր գահի կողքին երկրորդ գահը, որի վրա բազվում էր Գրիգոր Լուսավորիչը։ Սա սիմվոլիկա իմաստով, եթե քաղաքագիտական սիմվոլիկային ենք վերադառնում, նշանակում է, որ պետությունը ունի երկու գահ եւ առաջինը թագավորինն է, երկրորդը ինչու ընտրեց թագավորը իր առաջարկով սահմանեց հիերարխիան երկուսը միասին, որ թագավորական իշխանությունը բարձր է, որից հետո գալիս է եկեղեցին, այն ուրիշ է աստվածային իշխանություն, աստված եւ այլն, եղավ, ուրեմն վերջացա, հարցը փակվեց։ Սրանք գիտեք ինչն է հարցը, երևի այնքան են քարշ եկել օտար ակադեմիաներում, այնքան են աճ ու ծախ ման եկել կամ էլ կարդացել չկարդացել կամ էլ կարդացածը ընդունել են ձեռի հետ բան, որ պիտի կարդան էլի, մեկ չէ երեխեն ծնողը ասում է դասերը սովորի, ինքը գրքին է նայում, դե սովորում է էլի, անցնում է։ Ուրեմն որ չգիտեն մեր ժողովրդի, մեր պետության կարգ ու կանոնը, մեր եկեղեցին, հիմա գալիս եմ վերջնական, երևի էլ չասեմ, 1836 թվականին Հայաստանի Առաքելական եկեղեցին Ռուսաստանի ցարի կողմից բռնադատվեց։ Ռուսաստանը գրեց հայտնի կանոնագիր, որ կոչվում է Պոլոժենիա ռուսերեն, եւ Պոլոժենիայի մեջ դրեց ըստ էության մեր եկեղեցին դրեց ռուսական ծառայության մեջ, որից հետո մինչև հեղափոխություն ցարական ցարի անկում եւ հետո մոդիֆիկացվեց սովետականով մեր եկեղեցին հիմնականում ծառայել սպասարկելով Ռուսաստանի շահեր եւ չէր կարող ուրիշ կերպ։ Ուրեմն ասեմ հետեւյալը, տակետների համար, հերիք է, որտեղ ներվուտեն եւ պետության հիմքերը քանդեն իրենց նման ճարպակալած գեներալների հետ միասին, որոնք գլխավոր շտաբով Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որտեղ այդպես էր ուզում Ռուսաստանը, այդպես է եղել։ Այդ մանիպուլյացիաներով է հավատում։ Հիմա այդ Պոլոժենիայով երկիրը կառավարվեց, եկեղեցին կառավարվեց, որոնք
Կովկասում այն ժամանակ Անդրկովկասյան բարական եմ ասում, մենք դեռ Արևմտյան Հայաստանը թողում ենք, որտեղ Արևմտյան Հայաստանը, որ ասում են հայերն ունեն ռուսական կողմնորոշում, արևմտա հայերն էլ ունեն, այն ժամանակ երկիրը հասկացում էր Արևմտյան Հայաստանը։ Հիշում եք, Էրգիր ինչ էին ասում։ Ես հիմա ուրեմն սրանից հետո ես ուրեմն տրվեց ռուսական պետության ենթակայության տակ եւ 3 ժողովուրդներ։ Վերաստանը ազնվականների միջոցով այն որ ասում են թավադները, այս շերտը դարձավ այն խողովակը, գործիքը, որի միջոցով ցարերը կառավարում էին Վերաստանը, վերացական նահանգները, չկար Վերաստան, այդ որ ասում ենք, ուրեմն որտեղ ցարը այդ պետություններ չէր ճանաչում, ուրեմն Ադրբեջանի, այսօրվա Ադրբեջանը, Ադրբեջան չկար, ես չգիտեմ հետո կլինի թե չէ, որտեղ սրանք շատ խնդրահարույց այցեր են, այսօրվա հարցեր չեն, այսինքն արևելյան այսօր Կովկասի թաթարական հատվածը, Կովկասի թաթար, բեգերի միջոցով կառավարվեց, իսկ Հայաստանյաց առաքելական եկեղեցին դարձավ հիմնական այն միջոցը, որը որպես գործիք ցարի համար դարձավ կառավարման մի մեխանիզմ այս տարերի մինչև 17 Այստեղ է նաև այն բանը, թե ինչու Արցախում հանգարց Արցախահայություն ունենալով աղետալի, սխալ եւ ռուսներին օգնելով Անդրկովկասկան հողից էլ զրկվեցին հայրենիքից էլ։ Ցարը վերադարձավ եւ այդ թաթարների, որոնք գիտեք, որ քոչվոր են եւ այն, այդ բեգերին նշանակեց Արցախահայության գլխին վերակացու, բանդապահ, այդպես էլ վերջացրեց հարցը։ Մինչև հիմա հայություն չի հասկանում, ինքը օգնեց բերեց, ինքը ողջունեցավ, բեգերն էին հողի տերեր եւ աննես բոլոր ինչ է։ Եվ նրանց համար օգնեցին պատմություն ստեղծել ռուսները։ Ադրբեջանցիների համար ստեղծեցին պետություն եւ ուրեմն պատմություն։ Ինչու, որովհետեւ հայ ժողովուրդ ուներ Գրիգոր Լուսավորիչ դրթապ թագավոր։ Իսկ հայերին ինչով էին զսպում, որ այդ հուշը մեռնի։ Հուշը մեռնի, դեպի թագավոր չունենայինք, չէ։ Մենք պետք է անդրենածին չլնենք, հետևաբար կուրարտու պետություններ արանքում պետք, ուրարտու, այդ նե չէ, Ստալինը կանչում ասում ուրարտու, ես Գագիկ Սարգսյանն ասել, կարգի բան գրի, ասի կտրիկ քո ժողովրդից ուրարտուն, այդպես էլ ակադեմիան է արել, արանքը մտցրել այդ ուրարտուի եւ այսպես հիմա սրանք նույն ժառանգորդներն են, փոխանակ բոլորը հավաքվեն, ինչ որ կարողություն ունեին, չէ, թերթիկուն կանգնեին, բոլորիս հետ միասին պետություն ստեղծեին, հիմա իրենք տորպեդարում են պետականությունը։ Ինչու՞։ Որտեղ գողապետության շրջանում շատ լավ ապրել են, ոնց ուզել ապրել են, ոնց ուզել, ինչ ուզել արել են, սրբապղծություն արել են շատերը, ու կուսակրոնությանը ձեռ են առել, եւ անեն հիմա իրենք սրա մասին չեն խոսում։ Այն եպիսկոպոսները, իսկ ես ասեմ, որ ես ունեմ նաև տվյալներ, որ եպիսկոպոսները կարծեմ 24-ն են, մեծ մասը դեմ է իրենց։ Չեն խոսում, որտեղ աշխատանքի հարց ունեն եւ այլն, եւ հարաբերությունների հարց ունեն։ Այնպես որ հերիք է էլի այդ լավ կլինի այս փաստաբանները ինչ եղավ Հայաստանում առածացավ մի հատ շերտ այս Քոչարյան Ռոբերտի ձերբակալություն ահռելի փաստաբանական մի բան առաջացավ թվով մարդկանց խումբ, որոնք կապիտալի վերաբաժանումով զբաղվեցին։ Գիշերցերեք, այդքան գրագետ փաստաբան Հայաստանում որտեղից իրավաբան։ Ու նայում ես սխալ են հանում, պետությունը, իշխանությունը մի բան անում սխալ է, ու փաստաբանի գործը չի որ ասի իշխանություն սխալ է։ Արդարություն, արդարադատությունը պետք է գտնի, հիմա սրանք էլ պետք է լռել եւ գնալ առաջ։ Բայց մի բան ունեմ, մեր ժողովրդին աշխարհում եք ասել, վերեք առաջ շարժվենք, սա վերջացած է։ Վերջացած է նաեւ Ռուսաստանը։ Ռուսաստան չի գալու, չի լինելու։ Կլինի իր համար, ուզում է լինի, ուզում է չլինի։ Մենք պետք է մեր պետականությունը վերականգնենք եւ այո, վարչապետն էլ պարտավոր է, ինչպես Դրթադմեծը Գրիգոր Լուսավորիչի հետ միասին եւ ուրեմն այս մեր երկիրը վերականգնել, կուսակցություններ բաներ։ Հիմա մոդելն է, երկրորդ մասը կա։ Այս շատ բան արեցին, ուռճացրին այս հարցը։ Մենք ունենք նաեւ երկու ազգային եկեղեցի, այդպես ստացվել է պատմականորեն։
Ուրեմն կաթոլիկության հատվածը 1867 թվականներից հատուկ որոշումներով հայկական հատվածը դիտվել է ազգային եկեղեցի, ինչպես նաև ավետարանչականներ կամ բողոքականները։ Մենք չունենք հայաստանյաց միայն այսօրվա իմաստով ուրեմն այդ եկեղեցին ինչ որ ասում ենք, այս իրենք են։ Բայց նրանց կողքին ունենք նաև մեր ազգային երկու եկեղեցիները, օրինակ վերցնեին, նրանց նման պարկեշտ լինեին, նրանց նման պետականապաշտ լինեին եւ շարժվեին առաջ։ Ինչ եք ցավում, որ ձեր ընկերները բանդերում են, հա, բա ի՞նչ պետք է լինեք։ Հայաստանը գողաթափ է լինել, ով ինչ ուզում է լինի։ Հիշեցնեմ բանին, Շարլ Ազնավուրին ինչ էր ասում, անկախ այն բանից մեկը համալսարանում է, մեկը գործարանում է, մեկը եկեղեցում է, թե եւ այլն։ Հիշում եք 2010 թվականից հետո հաստատ կհիշեք, որ ասեց, եղբայր ասեց, ես այստեղ Հայաստանում եք մաֆիա խաղում, այլ ոչ լոդներ, անասուններ։ Գնացեք ուրիշ երկրում ոչինչ խաղացեք, այս ցեղասպանություն դարած, այս տառապանքներ տեսած ժողովրդի վրա եք մաֆիա խաղում, հա։ Հիմա սրանք ինչ են ուզում։ Եվ երևի պետք է դադարեցնել այդ քսիվներն ու բաները, պետք է հետևել ովքեր են տանում բերում, սրանց տուն տալիս։ Երևի այնտեղ հիմա քեֆ ուրախությունով ապրում են։ Այս բոլոր պետք է կարգավորվի, բայց ես առաջարկում եմ շարժվենք առաջ, ինչու։ Հիմա ընդհանրական մի բան ասել։ Բոլոր այն հաջողակ երկրները, որոնք այսօր աշխարհի դեմն են գազվում, իսկական քաղաքակրթության, արդյունաբերության, տեխնոլոգիա եւ այլն, արևելքից կամ Թայվան, հետո Հարավային Կորեա, ուրեմն Գերմանիա ինձ, որ շատ եմ օրինակ վերում, Ավստրիա եւ այլն շարքը կարող ենք շարունակել։ Բոլորը վերակառուցվել են, մոդեռնիզացվել են, արդիականացվել են 1945-ից հետո է այդ process-ը սկսվել աշխարհում եք, բոլոր տեղերում իրենց եկեղեցիները թիվունք են կանգնել բարեփոխումներին եւ կրոնական գործոնը լավագույն դեր է խաղացել, այս աթեիստների համար եմ ասում, այս չեկիստների ռուսական հատվածի, բոլորը ծառայել են այդ բանին։ Չլիներ Ադենաուեր իր քրիստոնյա դեմոկրատական գուսակցությունով, քրիստոնյա եւ կաթոլիկության եւ բողոքականության, լյութերականության համադրումով այսօրվա Գերմանիա չէր լինելու։ Առավել եւս Հարավային Կորեան, եթե Կիմ Դե-ջուն չլիներ կաթոլիկ, տարօրինակ է, չէ, որ Գերմանիայում Ֆրայբուրգյան համալսարանում կրթություն էր ստացել, գերմանական մոդելը տեղափոխեց Հարավային Կորեա, չէր լինելու Հարավային Կորեա։ Դուրները գալիս է յոսեր, չլիներ Թայվանում Չանգաշի տղան, որը օգտագործեց կրոնական գործոնը նրանից հետո չէր լինեն Թայվան, իսկ Թայվանի համար մի բան ասեմ, ես լացուկոցը որ դադարեցնենք, հա, ես ամենը աշխատենք, ստեղծենք, Թայվանը տարածական իմաստով Ֆորմոզյան կղզիներն են նախկին, որ իմանան ինչ է, 36,000 քառակուսի կիլոմետր տարածք է, որտեղ ապրում է 20-26, գուցե հիմա 27 միլիոն մարդ։ Ողողել է աշխարհը չիպերով, տեխնոլոգիանով եւ կրոնական գործոնը, Չանգաշի տղան արել, հայրը չէ։ Եվ նրանից հետո էլի կրոնի ֆակտորը օգտագործելով այդ վերակառուցում։ Մենք նույնն ենք անել, ուզում է ոռնան, ուզում է չէ։ Ավելի լավ է գնան ազգային անվտանգություն ծառայություն, ես կոչ եմ անում հայերին։ Եվ իրենց ռուսական քաղաքացիական փաստաթղթերը հանձնեն այնտեղ։ Եվ ներողություն ասեն, էդ էլ է լինում, որովհետև պետություններն ունեն այդ բաները, ասեն, կոչով դիմում են, ասում են, գաղտնիությունը կապահովվի հաստատ։ Նույնն արես նայեցեք, Վացլավ Հավելը, էդ էլ ասեմ, Չեխիան երբ որ առանձնացավ եւ այլն, գիտեք Վացլավ Հավելը այն առաջի սերնդից էր, որ Չեխիան եւ այլն, եւ տեսա մի ժամանակ եկա, որ չի աշխատում այդ։ Չեխիայի պարլամենտը չի աշխատում։ Չեն հասկանում ինչ է պատահել, սա մեր օրերի մասին է խոսքը, եւ սրանք գլխի են ընկնում, ասում են ռուսական KGB-ն, ռուսական տորպեդարում է պատգամավորական խմբին, նաեւ իրենց KGB-ն, որ մասնաճյուղ էր, որ ասում են Հայաստանի KGB, Հայաստանի KGB չի եղել, ոչ էլ Ադրբեջանի KGB եղել, սովետական միության մեկն է եւ տարբեր գեներալներով, որը մեկը ձեր օգտին է խոսում, մեկը մի, բայց ինքը պահում է այն ինչ որ հակասությունները լալում իրար է տալիս եւ որոշում կայացրեցին, որ առանց KGB-ն մաքրելու ռուսական, սովետական հնարավոր չի։ Եվ հետո նիստերից մեկի ժամանակ, մի քիչ իհարկե հիշողությունով եմ ասում, դրանք տպագրվել, ասում են, առաջարկում են, ասում են վաղվանից KGB-շնիկները ազգային պարլամենտի նիստի չեք գալիս։
չեք տալիս օքեյ, պետական պաշտոններից հրաժարվում եք կամավոր, ոչ մի բան չենք ասում, երեխա ունեք, թոռ ունեք, գողացած ունեք, ավազակություն արած ունեք, լրտեսություն Ռուսաստանի օգտին արել եք, այդ որ գիշեր ցերեկ եք արել, տակը պարկացեք, այս բոլորը հեչ ասում են, չենք ասի, որպեսզի ազգային բան չենք հրապարակում։ Հետո հաջորդ օր պարլամենտի լիստը չի կայանում, որտեղ բարձվում է կեսից ավելի կակեբեշնիկ եղել։ Բարձ է, այդ Չեխիան, ուր մնաց Հայաստան։ Հիմա սրանց պետք է ասել հերիք է։ Մենք վերադառնում ենք մեր ազգային իդեալներին, մեր տավանանքին, մեր եկեղեցիներին։ Դրոշը եւ օրհնեքը դրա հետ է համադրվում։ Ճիշտ ասած, ես պետք է քննել այդ հարցերը, չեմ կարող ասել, դեմ չեմ, բայց կողմել որոշ բանի մեջ քննարկել է պես տեսնել, բայց որ սիմվոլիկան պետական գիտեք դերը խաղում, բացառիկ այդպես է, շուռ եկեք մտեք Թուրքիա, դրոշների խաղից կխելագարվեք, Վրաստան մտեք, վրացերեն տարից, վրացերեն տաբլոից և վրացերեն դրոշից կխելագարվեք։ Իմ բարեկամներից մեկը, ասեմ ձեզ, մի հատ բանա, որ իմանան, ինչ-որ բան էր եղել, ես ախալքալակում էի, նստել էինք, մեկ էլ բարեկամներից, տենգերներից մեկին զանգեցին, ծանոթ էր, ասին, տես աշտամ ինչ-որ բան եղավ, ասի շպատայեց, ինչ եղել, նստել ենք, սուրճ էինք խմում, ասեց, զանգեցին, ասեց խանութի վրայից, վրացերեն տառերից մեկը ծրվել է, ասեց շուտ արա, վրացերեն տառը կարգի բեր, որտեղ գալու են տուգան են, ես սկսում են, Այդքան սիրում են իրենց լեզուն։ Հա, իրենց տարին այդպես են տեր, սրանք իրենց գողական անցյալի և ավազական կյանքին են դեր, ովքեր բողոքում են, և ռուսական ստրգությանը, չեն էլ հասկանում, որ չկա այդ Ռուսաստանը, ոնց ապացուցեն, ուկրայնացիք ապացուցում են, ինչու են ես էլ ասեմ, ինչու է Թրամփ արագ Ռուսաստանն ուզում է փրկել, որովհետև այնտեղ Չինաստանի հետ ուժի հարաբերակցության արկայով են, որովհետև ռեսուրսի իմաստով, եթե ձգվի Ռուսաստանը կփլվի, շուտ անեն, ուկրայնացիք պարտվեն այն չափով ուզում է ամերիկացին, որպեսզի մնա, այլապես եթե ձգեցին Ռուսաստան տրոհվելու է։ Սրանց ոնց ասես, վերջին էլ կա, եղբայր գնացեք Սիկտիվկար այնտեղ ուզում եք ուղղափառ եղեք, ուզում եք մահմետական, ուզում եք բուդդայական։ Մենք մեր երկրում մեր պետություն կայացնելու ենք։ Պարոն Շիրինյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի, կարծում եմ եկեղեցու հետ կապված հաջորդ շաբաթ չենք ունենա արդեն, գուցե փոփոխություններ կլինի, բայց ամեն դեպքում սրանք արդեն իրենք սոցցանցերում էլ է քննարկում, հանրությունները քննարկում, պետք է անդրադառնալ։ Դրանք կներեք, հա, պիտի, դրանք սոցցանցերում են ակտիվություն, ժողովրդի մեջ ոչ մի հետաքրքրություն չկա, ոչ էլ հարգանք։ Ես մարդիկ ստեղծում են մի միջավայր, իրենց քննարկում են եւ այլն։ Ով է սոցցանցի, ով է դրանց հեռուստաընկերություններն է ծև նայում, ելեք իրենց բողոքները, որ մի հատ էլ Վարդանիկի համար կամ Գերտաստանի համար գնան բաներ անեն։ Այդ իրենց բարեկամ ընկեր են եւ այլն։ Դրա համար եմ ասել, եք շարժվենք առաջ։ Դուրս գան գովազդային դադարի եւ խոսենք, որ վարչապետը Գերմանիայում է եւ դա ձեզ օրինակելի սիրած երկիրն է, կարող ենք այսօր խոսել, թե ինչ ենք ընդօրինակում եւ ուր ենք շարժվում այդ ուղղությամբ։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո,
Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, անդրադառնանք Հայաստանը եւ Գերմանիան ստորագրեցին երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Այդ հռչակագրի համաձայն մի քանի ոլորտներում կլինի համագործակցություն, դրանք կլինեն դիվանագիտություն, մշակույթ, կրթություն, լեզու, այս ձեր սիրած հատվածներն դեռ ոլորտներն եմ առաջ նշում եւ դրա հետ միաժամանակ գիտություն, տեխնոլոգիա, նորարարություն։ Սա ինչ կտա մեզ եւ ընդհանրապես տարածաշրջանում սա նշանակում է, որ մեր դիրքը ավելին է դառնալու։ Տեսեք, մի ակնթարթ պիտի հետայաց ունենանք, թե չի ստացվի։ Նենսի Փելոսին ինքնաթիռով գնում էր Թայվան, տրավ եւ ինքնաթիռում հայտարարեց եւ մարդիկ լավ չհասկացան, հատկապես այդ ռուսական մառախուղի մեջ գտնվող հայը չէ վիրավորում է, որտեղ իրենց ուղիղներ փչացել է։ Հիմա այսպես ինչ ասեց, որ ժողովրդավարությունը շարժվում է Ամերիկայից Թայվան, Ուկրաինայից Թայվան, Թայվանից Հայաստան եւ եկավ Հայաստան հետո։ Ես այդ ժամանակ ասեցի, որ եւ դա 100% է, կարող եք ստուգել, դեմոկրատներն էին, հանրապետական երրորդ պաշտոնյաներ, չէ՞, եւ ասեցի, որ ուրեմն Բարենցի ծովից մինչեւ Արաքսի հովիտ առաջանում է ժողովրդավարական պատնեշը, վալը, այդ Ֆինլանդիա, Մերձբալթյան պետություններ, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստանով անցնում է դեպի Հայաստան եւ վերջ։ Հիմա սա գործնական իրականացման շրջան է ապրում, այս քաղաքականությունը, որի մեջ արևմուտքն է, այսպես ասենք, այս պարագայում արևմուտքը, բայց մեր Հայաստանի բախտի Փյունիկը, Հայաստանը Փյունիկի նման վերականգնվում է։ Իհարկե սա շատերի համար մահացու բեռ է, էլի, մահացու վերք է։ Ուրեմն Հնդկաստանը հայտնվեց, որից հետո Ֆրանսիան ձեռ մեկնեց, զիմազիմա, չէ, եւ այսպես հանգարց Միացյալ Նահանգների Հանրապետական վարչակարգ իշկան մարդիկ ճարճարվեցի, որ դա չստացվի, բայց դա ծիծաղելի է։ Հետո Թրամփի մայրուղի դեպի Նոյի տապան դա է նշանակում է եւ որից հետո Գերմանիա եւ այսպես դե Ֆրանսիայի մասին չեմ ասում դա Ֆրանսիան մեզ համար հարազատ երկիր է մեր էլիտան հայկական էլիտան ֆրանսիական էլիտայի մաս է ըստ էության կարող եք հետևել հաշվել որ նրանք էլ մեր սա մի քիչ ուրիշ բարակ է եւ այսպես Միացյալ Նահանգներ եւ Գերմանիա որի հետ պատմական խնդիրներ շատ ունենք
ունեցել ենք ուրիշ խնդիրներ, հետո ցեղասպանություն, Թուրքիայի հովանավորություն, հետո եւ այլն եւ հետո մեծ շրջադարձ բանից հետո, այս տարիներից հետո ես կարող եմ ասել մի բան, որ տարիներ առաջ եմ ասել, նորից որևէ մեկը թող նայ, երբ որ առաջին անգամ հաղորդագրություն եղավ, որ Գերմանիան 200 միլիարդ դոլար առանձնացնում է բանակի վերազինման համար, ես այն ժամանակ հարցազրույց եմ տվել, ասել եմ այդ գումարը որոշ մասը մերն է, վստահաբար, ինչու, որտեղ բալանսի իրողությունը, աշխարհակարգի նոր իրավիճակը մեզ մերձեցման է տանում եւ Գերմանիան հակառակ շատ հարցերի, որ եղել է, հիմա ձեռք է մեկնում դեպի Հայաստան։ Այսինքն մեզ մոտել է այդ տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։ Անշուշտ Հայաստանը այսօր ամփոփելով կարող ենք ասել, որտեղ Գերմանիան, Ֆրանսիան արդեն Եվրոպան է, մանավանդ Լեհաստան հետ է։ Այդ նայեցեք նույն ֆիզիկապես կապված են Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, սա մեր մի ուրիշ իմաստով մի ուրիշ վալ է կամ պատնեշ կամ չգիտեմ ինչ։ Հիմա այդ իմաստով Հայաստանը վերածվում է իմ ասած բանալի պետության եւ ոչ մեկ չի կարող խանգարել բանալի պետության այսօր Կովկասում, բայց քանի որ մենք պատերազմում ռուսների շնորհիվ ջախջախվել ենք, այս գող գեներալների շնորհիվ վերքեր շատ ունենք եւ այլն։ Հիմա այս բոլորը պիտի վերակազմվի, վերաբուժվի եւ պաշտոնանք, որը լինելու է այն ասեմ, շղթայի մեջ այն ուղակն է այսօր Կովկասը եւ այս տարածաշրջան ավելի լայն, որից ինչպես ասում են խոսքը, ասում է շղթայի միջի այն ուղակն է, որից պիտի կարողանաս բռնես, շղթան կբարձրացնես։ Հայաստանը այդ ուղակն է, բանալի պետություն է, բաց բանալի պետությունն ինչ է, կուզես բանալին կուզես բացես, կուզես բանալին քո ձեռն է։ Հայաստանը վերածվում այդ պետականության եւ հա Գերմանիան այստեղ իր արժանի տեղն ունի։ Հիմա Գերմանիայի ներկայությունը այս իրականացումը լինելու է, որ կասկած չունենաք։ Ես նույնիսկ հիմա անցած օրերը նախկին տեսփան պարոն Ռիխտերի հետ, Ռիխտերը կարծեմ, երկար զրույց եմ ունեցել Հայաստանի, ուրեմն մի 2 ժամ երևի, այն իսկական, որ ասում են տնավարի, այդպես հայերենով, այո, տնավարի, շատ ջերմ եւ այլն, երբ իր համար բաներ թե մենք լավ ինչ եմ ուզում ես առաջին ու որ հետ հանդիպում ասում եմ, լսեք, ես ռուսական շպիոն չեմ, մեկ, երկրորդն էլ ոչինչ չեմ ուզում անձնական, որ ինձ այդ զրույցները լինեն շատ ազատ, որտեղ ես ունեմ մտահղացումներ եւ քրիստոնեության բարակայի վրա եղել, որպես փափուկ ուժ մեր բարակայում, ինչ որ հիմա ենք ասում, դրթად մեծ եւ այլն, ասել եմ դուք գերմանացիներ պարտավորություն ունեք, իշքան ուզում եք մշակույթի տեղ մի տվեք, բայց եվրոպական մշակույթը առանց Գերմանիա, Ֆրանսիա, այս առանցքի ինչ կարող է լինել, չի լինի։ Եվ այսպես մի խոսքով երկար շատ ջերմ ասեց ինչ ասի դուք ես եկել եմ իմանալ, որ Հայաստանում կա իսկական քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ԿԴՄ ադենոայրեն իմաստով, որի մոդելը ես վերցրել եմ Գերմանիայից, մոդելը։ Եվ Գերմանիայի քաղաքական ուղին, որ 45 թվից անցավ ադենոյր գլխավորությամբ, մենք անցնելու ենք։ Եվ Հայաստանը լինելու է, ասեց ինչ, ասի Բավարիա, որտեղ Բավարիան շատ կոմպակտ երկիր է, նայեցեք, դա տարբեր է մի քիչ գերմանական տարածքների համար, կոմպակտ է մեկ, մշակութային է, շատ ավելի, մշակութային, ազգային գերմանական, բավարական մշակույթը, նույնիսկ գարեջուրը, հայտնի է բավարական գարեջուրը, տարբեր է բոլորից, եւ ապանողական է, ավանդապաշտ է, իսկ այդ երկիրը ստեղծել է, այսինքն ստեղծել է որն է, կառավարել, ղեկավարել եւ այլն ԿԴՄ-ի քույր կուսակցություն, գերմանական սոցիալական միությունը։ Եվ այսպես ասեցի, այսպես ոչինչ ասի, ես ուզում եմ իմանալ, որ Հայաստանում կա մի ուժ, որ գերմանական մոդելի ներդրման համար ուրեմն ինքը պայքարելու եւ պայքարում այսօր դա արտադրություն չի, եթե լինի էլ ոչ մի վատ բան չկա, դա բան չի, որովհետեւ իրենք առաջ են անցել։ Ես մի բան ասեմ ընդհանրապես փիլիսոփայությունից, որ հայություն հանգստելի։ Վախենալ պետք չի օտարի հետ համագործակցելուց, պարզապես ճիվաղների հետ չպետք է համագործակցել, նրանք որոնց խնդիրը Հայաստանը ոչնչացնելն է։ Իսկ եթե կան, որ մտների մեջ ունեն, այնքան ուժեղ բդիլները ճզմել է պետք։
եւ դա հնարավոր է։ Հիմա ընդհանրապես ասեմ այսպես. մեր մշակույթ հազարամյակների ընթացքում հին Հունաստան եւ այլն Պարսկաստանը այդ շրջանից էլ մեր բանը այնքան հզոր է, եթե մենք վերագտնում ենք մեզ այնպես ինչպես նարեկացիական Հայաստանների ընթացքում Ինչպես վրացիները 1 տարի համար կարող են իրենք կարող է մեր մշակույթը միշտ սրտի նման բաբախելով է աշխատել, խփել մեկ արջը, մեկ ցակ, տվել վերցրել։ Եղել է ժամանակաշրջան, որ մենք լիառատորեն մեր մշակույթը տրվել է Եվրոպային, Իրանին եւ այլն, Եվրոպայի շատ, այդ Բաքրատունի շրջանն է եւ հետո եղել է որ մենք երբ որ տկար վիճակում ենք հայտնվել ինչ դե մերս ֆիզիկական է պատերազմներ եւ այլն օտարնվաճումներ այդ ժամանակեր վերցրել ենք, բայց մեր մշակույթը մի հատկություն ունի։ Ես փիլիսոփայություն իրավունք եւ այլն ես մակարդակ նկատում եմ, ես ռաբիզմաբիզները չեմ, ռուսական բառը չի որ արգահատանք է առաջացնում գիշեր-ցերեկ գորգոռում են, թե ինչ են գոռում հասկանալի չի, բայց Են նաև ռուսների մոտ բարձր մշակույթը կա, Դոստոևսկիևան։ Ուզում եմ ասել, այդ վախենալ պետք չի, որովհետև տարերն ապացուցում են, որ մշակութաբաններ հաստատեն, որ ինքը այն բխտոր ջրի միջի ընթացքի մեջ աշճանաբար զուլալվում, մաքրվում է, ինքը մաքրվում է, բայց ջանք է պետք թափել եւ այլն։ Եվ այս բարակայում կարծում եմ, որ ֆրանս-գերմանական այդ մշակութայինը, այդ տեխնոլոգիական հասկանալի է։ Իրենք մեզ կոժանդակեն, մենք այս վիճակը հաղթարենք եւ ռուսականությունից ժավելով մաքրվենք։ Եթե տակը կմնա Դոստոևսկի խնդիր չկա, բայց դա չի մնալու։ Ուզում եմ ասել, ահա այսպես է, հիմա տեխնոլոգիաների մասին ինչ ասեմ։ Ես մենակ ասեմ ինչու կարողացավ Ադենաուերը վերականգնել տեխնիկական իմաստով Գերմանիան։ Ինքը ընտրեց զարգացման հիմնական ուղղություն։ Եվ դա իհարկե Էրհարդն էր անողը, բայց նա էր քաղաքականություն վարող է, որը վերցրեցին մեքենաշինություն ու սարքաշինությունը իրենց Հիտլերից հետո, երբ դուք ուշադիր եղեք, սովետական բոլոր մեքենաները, Վոլգա Մոսկվիտերը, գողացած գերմանական մեքենաներն են, են 24-10-ը, Mercedes-ն է, են բաներ, Մոսկվիչներ, Volkswagen-ն է, Հիտլերի սարքած եւ այլն, Պապետան եւ այդ բոլորը, եւ Գերմանիան հենց մեքենաշինության մեջ թռիչք ունեցավ դեպի ապակա Եվ 60 թվից հետո դե արդեն ինչ ասեմ Ուզում եմ ասել, որ մենք էլ այ փորձը ինչ է նշանակում Պետք է հասկանանք մեր զարգացման են տեխնոլոգիական տնտեսական իմաստին խոսքը ինչպիսին հարաբերություններ են պետք եւ այլն եւ որը ընտրել Ես կարծում եմ ես նորություն չեմ ասում որ մենք սարքաշինությունը պիտի վերականգնենք Ընդ որում մենք ունեցել ենք Ձերժինսկի ենք ունեցել մենք ունեցել ենք Կոմիտասի վրա այսօր որ են հսկա մարդու լացն է գալիս, երբ մտնում է City, ապրանք ֆրեզերնի գործարանն է, դրանք սարքաշինություն էին, հիմա սովետի չափով, բայց որակի իմաստով եւ այլն, այդ Ձերժինսկիում ես պոլիտեխնիկում աշխատած ժամանակ մտել եմ գերմանական հաստոցները Գերմանիայից որ դեպի Թեթև արդյունաբերության բնագավառում էին օգտագործում Ես կարծում եմ որ մենք սարքաշին այս տեխնոլոգիա բանի դեմ ոչինչ չունեմ հրաշալի ամերիկացի շատ արդյունավետ տեղը Թրամփի վարչակարգը որոշել է եւ գնում է գործը եւ այս մեկը գնում է արդեն կասկած չունենանք եւ Թրամփի ու այդ ուղիներ վերջացած է էլ մի չանս Ընդ որում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց որ թե արդեն Կարծում եմ որ մենք կառավարությունը պետք է քննի եւ կուսակցության առաջարկի մենք պետք է ունենանք սարքաշինություն ինչու որովհետեւ մենք տեղում կարողանանք նաեւ ամեն ինչ արտադրել ասեղ թերից այո սա ընդրություններին մենք որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն իմիջայլոց Մերցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահն է Եվ գալու է Երևան ինչ է տալու իր գալը Ամեն դեպքում գալիս է մասնակցի եվրոպական քաղաքական համայնքի տեխնոլոգիա զարգացում եւ այլն երևի կգա նաեւ կտեսնի Երևանի կայուն շինություններ այդ
Պաբետա մոստեն ասում, ամոթել ասել, հաղթանակ, այդ բոլոր գերմանացի գերիներն են սարքել, որոնք մինչև իմի անխաթար մնացել են, Եվ եթե չեն գողավազակները չեն քանդել, որոշ բան քանդել բուտկա են սարքել իրենց համար, գողապետերը, բայց բոլոր դեպքերում այդ մնացած է։ Այսինքն Մերթին Հայաստան գալը նրա Ուրեմն սա ներկայությունը շրջադարձ է Գերմանիայի պարագայը, որտեղ ես ասեմ, որ մենք ցեղասպանությունից առաջ Գերմանիայում հայկական մի հսկա խումբ է աշխատել, հսկա Ռուբեն Տարբինյան եւ այլն, որոնք Արտաշես Աբեղյան, որոնք Գերմանիայի հայ-գերմանական ընկերության միջոցով ուզում էին մեղմեն եւ այլն, բայց հաջողություն շատ չունեցան։ Հիմա այս բոլորից հետո մի հսկա շրջադարձը, որ տեղի ունենում մեր պատմության մեջ, եւ ես ասեմ, առանց բանի եմ ասում, Հայաստանն այսօր իր վերքերի մեջ, իր գող քծող չեկիս եւ այլն էս աղբը վերջանում է, դա իշքան ուզում է, իշքան շատ գոռան, այնքան ուրեմն ցավը մեծ է վերադարձի, այն Կոպիրկինի այս ծառաները, երեք է տեսանք այդ ծառաներն ոնց էին ֆռռում շրջել, ուրեմն Հայաստանը Փյունիկի նման վերականգնվել է, մենք պիտի անենք, որտեղ Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը դեր ունի, իսկ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը այդ նույն քաղաքականության իրականացման ճանապարհը, որտեղ պայմանները մոտավոր նույնն են, մեծ մասշտաբները տարբեր են, մենք գնանք դեպի այդ Փյունիկի հետևից։ Գնանք եւ մի զանգ ընդունենք, այս պահի դրությամբ փորձենք մի զանգ ընդունել, պարոն Շիրինյան, որտեղ զանգերը շատ են, մեր հեռուստադիտողներին զգուշացնեմ, եթե մեր ժամանակը ABC-ում ավարտվի, մենք կշարունակենք Patreon-ում, այնպես որ կփորձենք պատասխանել ձեզ։ Լսում ենք, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Պարոն Շիրինյան, ես չգիտեմ, թե դուք ինչու եք այդքան պաշտպանում վարչապետին։ Վարչապետի ոչ մի խոստում, որ ինքը կատարել է, չի կատարել, ոչ մի խոստում։ Ոչ մի խոստում չի կատարել։ Հետո եթե վերցնում եք դուք եկեղեցու հարցը, այո, նա հարվածում է եկեղեցուն, ընդհանրապես մեր բոլոր ազգային արժեքներին է հարվածում։ Ոչ թե ուրեմն ասեմ էսպես, ինչու եմ պաշտպանում վարչապետին։ Նախ վարչապետը, որտեղ մեր պետության ղեկավարն է, երևի Ամերիկայից էր, այնպես ինչպես դուք Թրամփին եք պաշտպանում կամ Բայդենին։ Ընդհանրապես անկախ որևէ բանից, եթե պարսկահայ է սովորաբար դից է լինում, այնպես ինչպես չէ, դե իրենք ծագումով լինում է, որ ասեմ ես, այնպես ինչպես իրանահայությունը պաշտպանում է օրվա իշխանությանը եւ ուրիշ բան չի անում եւ ճիշտ է անում։ Ուրեմն սա մեկ, երկրորդը, որովհետեւ վարչապետ այդուհանդերձ բոլորով իր թերություններով, առավելություններով, որ դուք եք ուզում մազից մանաներ բոկեք, որը ուրեմն, որովհետև Հայաստանի պետականության գոյությունը այսօրվա կապված է վարչապետի գործունեության հետ, որտեղ մենք Ռուսաստանի կողմից ձեր սիրելի ոչնչացման վտանգի տակ ենք, որպես պետականություն։ Եվ այսպես ես ասեմ, ժամանակին եղել է այդպես նաև խոսակցություն, երբ որ մենք վարչապետի հետ առաջին անգամ ծանոթացանք, ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ եւ իմ ընկերները համաձայն են, որտեղ ես ընդհանրապես չեմ խաբում, գտնում որ քաղաքականության մեջ խաբելը ստորություն է, անձնական շահեր առաջինը Հայաստանի բարագայով առաջ մղելը, ինչ-ինչ պատրվակներով, էլի ստորություն է։ Ես ասել եմ, ինչքան դուք Հայաստանի պետականության կայացման եւ կառուցման գործին նվիրված եք, կլինեմ ես ձեր կողքին եմ, որպես ինքնուրույն մարդ։ Որտեղ ես ակադեմիական եմ եւ ես կարիք չեմ ունեցել քաղաքականություն մտնել, ճեղեմ մտնեմ։ Եղել է հանգամանքներ, ժողովրդի բահան շատ մեծ է եղել եւ ես կանգնել եմ այս տեսակետին եւ բնական է։ Եվ մենք վարչապետը բարձե ինքը իր կուսակցությունը իրենք ես որպես եւ իմ նմանները որպես նոր կուսակցություններ, որոնց Պետրոս այդպես էլ չի ուրեմն մեռել դիագներ հրավերելով, բայց այս կուսակցությունների չի հրավերում։ Բայց Սերժի ժամանակ շաբաթ ամիսը մեկ էինք այդտեղ էլի, բայց այսպես ուրեմն դավադրություններ կան այստեղ, որտեղ այդտեղ բևեր է պետք իրեն էլի երևի կամ իրա նմանն, բայց հիմա անցնենք դա բան չի։ Ուզում եմ ասել, որ այո, երբ որ երրորդ հարցը կա եւ մենք կոնցեպցիայով մեր ինքնուրույն քաղաքականությամբ փորձում ենք օգնել պետականության ինչպես ցանկացած ընդդիմադիր կուսակցություն։ Բայց Հայաստանում ընդդիմությունը հասկանում է Ռուսաստանի շահեր պետության դեմ կռիվանելը։ Դա ռևանշիզմ է,
փոխվերեժ է, դա նաև գողականություն է, որովհետև թալան է տեղի ունեցել, ովքեր են այսօրով է փողոցում ապստամբություն, ովքեր ունեցվածք ունեն, ուրիշ տեսել եք մի քանի միամիտ մարդկանցից, նույնիսկ Արցախահայությունը, որի վրա ստավկա դրեցին, հասկը չէ, որ պետք է Արցախահայությունից ես այդ իմաստով հիացած եմ, որ մի քանի հոգի հանում են, դա ուրիշ է, բարեկամ ընկեր, վեզոկ ալոնկա, չգիտեմ, դուխի մուխի, լվացքի մեքենա, այս հանում ենք Արցախահայությունը ըստ էության կանգնեց Հայաստանի պետականության կայունության, հետևաբար իշխանության կողքին, այսպես ձևն է տարբեր, եւ դրա համար իրականում մեր ժողովրդից ես գոհ եմ, որտեղ ինքը հասկանալով պրոբլեմ բան, հիմա փոփոխություններ կան, թե չէ, միայն թուրքերեն ասեմ քորը, հա, կարող է գույրը մտքով, բայց քորը աչքերով չի կարող տեսնել Հայաստանի փոփոխությունները։ Այսօր գողապետության պարագլուխները իրենց ախրանաներով, ռուսերեն եմ ասում, իրենց ջիպերով սլանում են այն ասֆալտապատ ճանապարհներով, որը կառուցվել է հեղափոխությունից հետո, որտեղ փոսերից դուրս գալ չկար, հայտարարում եմ։ Հայաստանի Հանրապետությունը ներքին հանդ, ուրեմն չկա միտեղ, որ ասֆալտը չի հասել այդ գյուղ։ Մի քիչ ուրեմն վերջերս եղա բանում Ահնիձորում, որտեղ գնացել է Հրանտ Մատևոսյանը ուզում է անպայման ծննդավայրից գյուղից այդ մի հատ հաղորդում տալ։ Ուրեմն ասֆալտը ճանապարհը գերազանց մեր չափերով հասել է տեղ, ասում են լայն չի։ Ուրեմն պատկերացնում եք, որտեղ դա չէ բան, էշը չի անցել, ասում եմ այ քեզ բան, այդ լայնը փող է, այդ հսկա տարածքը ենթադրենք լայն ճանապարհ են անում, մեքենան կանգնում անցնում է, վերջացը, ուզում եմ ասել չկա այդպիսի բնակավայր, եւ չեմ ասում բան, մնացածը շարունակում, սա մեկ։ Հայաստան, ես ժամանակին, նոյեմբերյանի նախկին շրջանից վերքապերն էր, թե որը լավ չեմ հիշում գյուղը, Երբ տեսել եմ մի խարխուլ քանդված դպրոց, որտեղ աղետալի մի վիճակ էր, ես եկել եմ եթեր եմ տվել, գյուղը լավ չեմ հիշում, Բարանանները դրած, երեխաները փայտով, չէ, որտեղ մարդիկ մենք որպեսի դպրոցներս մտնեինք, տնորեն ենքան վատ զգաց, որտեղ կոշիկ տնելու ցեխի միջով ուսուցչանոց գնալ չէր լինում, անցանք ես հետո հաղորդում տվեցի, եկա վարչապետին ասեցի եւ այլն եւ շատ արագ այդ դպրոցը վերականգնվեց, այդ դպրոցը անտառի կողքին է հենց, հետո բայց հիմա Հայաստանում թե այդ ինչ դպրոցաշինություն է գնում, դուք այդպիսի շինարարություն եղել եմ եկել Ամերիկայում, ընդ որում դպրոցական գույքի մասին չեմ ասում, գույքը եւ այլն, բան չի փոխվել, այսինքն չեք ուզում դա տեսնել։ Հիմա մնացածը, ես կարծում եմ առիթ տվեց մեր հայրենակից ասեմ նաեւ, որ կարծում եմ, որ կառավարությունը դրա մասին ասել եմ երկու խնդրի առաջ է կանգնած։ Հիմա մշակութային օբյեկտներ պիտի վերականգնվեն, կուլտուրայի տներ, բան, նախկին որ գա, ինչ որ սա է, եւ ջրի հարցը պիտի լուծել եւ ջրի բաշխման հարցը։ Շատ հրատապ հարցեր են, հատկապես Եղվարդի ջրամբարի հարցը պիտի լուծվի, բայց որ ջրամբարներ են կառուցվել, որ եւ այլն տեսել եք, երազում կտեսնեիք, բացի այդ մի երկու գողավազակի դաշտերի ջուր լինել։ Այդպիսի բաներ տեսել, այսինքն այս չտեսնելու քաղաքականություն ինչ է հիմա։ Ձեզ ինչ եմ ասում, եկեղեցին բռնատատված է, ասեցի, կարող է չեք հասկանում պոլոժենիա, մեռը ասելով 4 ամիս է, չեք հասկանում, թե չեք ուզում, եկեղեցին պարակտված չի, եկեղեցին վերադառնում է հայաստանյաց իրականություն, ռուսական գերությունից, եւ վարչապետը եկեղեցու դեմ չէ, եւ եկեղեցուն վարչապետը ինչով է դեմ, նաեւ ասեմ, ժողովուրդը իմացավ պատարակն ինչ է, քահանան ինչ է, եպիսկոպոսն ինչ է, կարգալույզն ինչ է, կուսակերոնն ինչ է, գիտեին էդ է, էդ չեք տեսնում էդ բոլորը, եւ շատ արագ այս հարցը լուծվելու է։ Հիմա եթե պառակտման հարց կա, մի բան պետք է ասեմ, եկեղեցին պառակտվել է 1956 թվականից առաջ, երբ Դաշնակցությունը որոշեց Անտիլիասի թեմն առանձնացնել։ Վերացրեք այդ պառակտումը։ Եղավ, ուրեմն դրա մասին խոսեք։ Եվ բայց ես իշխանությունից դժգոհություն ունեմ, արագացրեք այս պրոցեսը, եթե ասում եք եղբայրը չեկիստ է,
Երևի այսինքն այս բոլորը բարձ է, շատ արագ պետք է հարցը լուծել, եկեղեցի հարցը փակել, այնպես որ հայրենակիցներ, շատ հանգիստ եղեք, Հայաստանը վերաշինության մեջ է, եւ դուք էլ այսպես, դուք մեր նման, այդ թերությունների վրա շատ բազար մի արեք, ռիսկ ունեք Ամերիկան, Թրամփի դեմ խոսեք, ամեն չանում, Մեկ զանգել պատասխանենք։ Մեկ էլ ասեմ, եկեք հավաքվենք, մեր պետությունը մենք կառուցենք, նաև թերությունների մասին խոսեք։ Մեկ զանգել պատասխանենք եւ զգուշացնեմ մեր հետևորդներին, որ ABC-ն ավարտելուց հետո Patreon-ում ենք շարունակելու, այնպես որ լսեք զանգի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարին ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, ճիշտ է, մեր Genocide-ի մեջ Գերմանիա մատուներ, բայց Գերմանիան այնքան ազնիվ գտնվեց, որ բեմի վրայից խոստովանվեց իր ամեղի և ներողություն խնդրեց հայ ազգից։ Չնայած այսօր 5 միլիոն թուրքերը, որ Գերմանիայում են, այնպիսի վիճակ են ստեղծել, որ ուզում են նրանց դուրս տնել, շատ վատ վիճակ են ստեղծել, բայց ձև չկա։ Հետո Գերմանիան մեզ մի պարտք ուներ, պարոն Շիրինյան, դուք պատմություն կարծում եմ լավ գիտեք, Արմենիոսի արձանը մինչև այսօր մեծ ծրավարի արձանը կանգնած է Բեռլինում շատ մեծ, որ Գերմանիան կործանումից փրկեց։ Գուցե մի քիչ այդ մասին խոսեիք, պարոն Շիրինյան։ Շնորհակալ եմ զանգի համար։ Ես սիրով մի բան ասեմ ձեզ, Գերմանիայի հարցի մեջ շատ մեծ բան կա։ Տեսեք ինչ կա, ցեղասպանություն մի բան տնենք կողքի, հետո կվերադառնանք։ Ուրեմն մենք եւ գերմանացիները պետության առաջացման իմաստով, ինչու եմ ես Գերմանիա ասում նաեւ, նույն ճանապարհն ենք անցել։ Մենք ի տարբերություն Ֆրանսիայի, որը քաղաքական ազգ է տարել պետություն ստեղծելուց հետո, քաղաքական է, հավաքվել են, հետո պետության մեջ ազգ են։ Մենք էթնոծագման իմաստով գերմանացիների պես պետությունն ու ազգի ձևավորում իրար է տեղել։ Սա շատ մշակութային նույնականություն եւ բան է առաջացնում, նմանություն։ Հիմա այդ Գերմանիայի պարագայում մի բան ասեմ։ Ուրեմն 1932-3 թվերին ես իմ դոկտորականում տագրել եմ, ճշգրիտ լավ չեմ հիշում, բայց թիվը չկարևոր։ Ուրեմն գերմանացիները մեզ Ռոզենբերգն էր արել, իհարկե, ով գիտի Գերմանիան, Ռոզենբերգը նա էր, ով ռասայական հարցերով էր զբաղվում, մեր Բալտիկայից, այսինքն հայերին անգիր գիտեր, բայց արել էր։ Ուրեմն մեզ գնչուների եւ հրյաների հետ միասին սեմական ժողովուրդների խումբ էին մտցրել, 3 ժողովուրդ էինք։ Այդ նշանակում է գնում էինք փուռ, նրանց գոլոկոստ, վերջ։ Ուրեմն այս լուրը տարածվում է եւ մարդիկ իմանում են եւ փորձում են Ռոզենբերգի հետ մենք արիական ժողովուրդ ենք։ Այն ժամանակ էլ հիշեք արիականություն, Գերմանիա, արիացի ժողովուրդ չեն կարողանում համոզել, որ մենք սեմական ենք, վերջացավ։ Ասում են, որ թուրքերը հաջողցրել արդեն ցուցակ էին մտցրել։ Ես էլ ասում եմ, որ մենք մինչև քննում ենք, թուրքերն ու ռուսներն արթնանում են։ Սա պետք է նկատի ունենան, նրանք արթ ունեն, որտեղ սրանց հետ է մեր գործը եղել եւ մտածում են ինչ անեն եւ այդ պատվիրակությունը գնում Մուսոլինիի մոտ։ Հռոմ։ Մուսոլինին Իտալիան էր, չէ՞։ Մուսոլինին իհարկե հայերին ընդունում է, երկրորդ անգամ է մեծ ձեռք մեկնել եւ բացատրում են հարցիությունն, ասում են եղբայր, այն Հռոմը որ կար, այն Կլեոպատրան, այն Տիգրամեծը, այն Կեսար Մեսարը, դուք ու մենք չենք, ասում են, բայց ինչ հարց ինչ է։ Ասում են մենք որպես սեմական ժողովուրդ գնում ենք փուռը, հիմա այդպես կոպիտ եմ ասում, մեր հայրենակցի համար եւ ինչ։ Եվ ուրեմն Մուսոլինին ըստ հուշագրությունների, որ ես գրել եմ, ուրեմն դիմում է, զանգում է Հիտլերին։ Ասում են Գեր ջան, թե այդպես է ասում, թե ֆյուրեր ինչ ասում, դուք գիտեք, որ Հիտլերը մեծագույն հարգանք է ունեցել, ուրեմն Մուսոլինի հանդեպ։ Ասում են, որ այդ ամենի հայերը ինչ կապ ունեն սեմականության հետ, եւ Հիտլերը կարգադրում է մեզ սեմականների ցուցակից հանում են։ Հետո ինչ է լինում։ Ուրեմն ոչ միայն դա, այլ նաև դինում է որոշակի բարյացականություն պատերազմի տարիներին երկրորդի։ Եվ 600,000 հայ, 600 մի քիչ ավել պակաս, ուրեմն եվրոպահայեր, ոչ թե գերի ընկած այդ պատերազմում 600,000 հայեր ստանում են Գերմանիայում
ֆաշիզմի ժամանակ ՀԱՈ-ը կեցության իրավունք եւ հիմնական մասը ծառայում են, արդեն զորակոչում են Հոլանդիայում բարեկային ծառայություն։ Պատկերացնում եք, ահա Մուսոլինի, Հիտլեր եւ այլն, այնպես որ ես շատ կողմ եմ, որ այդ բաները լինի, այդ ոնց ասեմ, գիտելիքները լինեն, մենք ամեն ինչը չտեսնենք ուղիղ հարթ եւ փորձենք Գերմանիան ուրիշ է, դա մշակութային երկիր է, դա տեխնոլոգիական երկիր, այսօր էլ ռուսական հերթիրաշինությունը, որ կա ագունքներում բրաունն է, կարող է իրենցն է, այսինքն եւ աշխարհը, մեքենաշինություն եւ այլն։ Հիմա Գերմանիայի հետ հարաբերվելը բերում է նաև պատմության այդ անհայտ էջերի բացահայտմանը, բայց մենք պետք է փորձենք հասկանանք, բացենք հարաբերություններ, որտեղ մինչև ցեղասպանություն եւ այլն մենք լավագույն հարաբերություն ենք ունեցել գերմանացիների հետ, ասեմ ձեզ։ Ես ինքս անձամբ իմ անունից եմ ասում, ես երախտապարտ եմ Աբիխին, Հակստաղուզենին եւ այլն, ասեմ ինչու, Պարրոտին Գերմանացի բողոքականներն էին, պրուսցիները, որոնք Դորպատում համալսարան ունեին, ցարի ժամանակ, հիշում եք, դա մաքուր գերմանական համալսարան էր, որտեղ եկան Խաչատուր Աբովյանին այս խավար ժամանակներից են օգնեցին, վերցրին, տարան եւ կրթության տվեցին։ Ուրեմն, այդ որ ասում են, այդ իմաստով, Բաշրագուն Կրճան այսօրվա խոսքով ասած, Խաչատուր Աբովյանը դասական գերմանական կրթություն է ստացել, դասական, կլասիկ, կրթություն գինել գերմանուհի էր, բայց դրա հետ չի առնչվում էլ ուղիղ։ Ուրեմն ինչն էր հետաքրքիրը, որ եզակի պատմություն է, Պարրոտներ չէ, որ Խաչատուր Աբովյանին հովանավորում էր եւ այդ ինչ էին ասում, նա Խաչատուր Աբովյանը փորձեց ցանկություն է ունեցել նեղ մասնագիտացման կրթություն ստանա, բժիշկ չգիտեմ ինչ եւ այլն, գյուղատնտես, դե երկրի վիճակը, իրենք են խորհուրդ տվել, որ չէ, քո կոչումը ուրիշ գործ է, քո կոչումը նեղ մասնագիտացումը չի, այլ լուսավորիչ լինելն է, էլի ոնց ասած, եւ ինչ արեցին, հետը քայլել են, հետը աշխատել են, սիրել են, հովանավորել են ու անդադ ասել են հանգարց, դավանանքը չփոխես, չտառնաս ուղղափառ, չտառնաս բողոքական մեր նման, մեզ պետք է, ձեզ պետք է Գրիգոր Լուսավորչական այդ եկեղեցի դավանանք եւ հիշեք Խաչատուր Աբովյանի վեպերից, խոսքերից, որ ինչն է, հավատը եւ լեզուն, այս սրանք, որ այս եկեղեցու բազարը սարքել են, հավատ ու լեզու ունենային, ուրեմն այս հարցերը չէր բարձրանա կլներ, ոչ թե դեմագոգիա, դրա համար մենք ուրեմն իմիջիալոց Գրիգոր Լուսավորիչ եւ Խաչատուր Աբովյան երկրորդ լուսավորիչ, երևի երրորդը չգիտեմ չի լինելու, մեր պատմության ամենալույս կետերն են մշակութային հավատի եւ այլնի ոլորտներում, ուրեմն դրա համար գերմանացիներին ես անձամբ ես այդ էջերը այս վերջի տարիներն են բարձր, որտեղ սովետական գրականությունից այս բոլորը հնարավոր չէր հասկանալ, հասկանում եք որ Մուսոլինին օգնի հայությանը որ կենթանի մնան, այդ ֆաշիստը, այս ինչ է, իրենք ֆաշիզմ անում են, մեզ այդպես անգլիացու դեմ տրամադրել բան, ուզում եմ ասել, որ հիմա մերձի հետ հարաբերությունների մեջ Արմինուսի, մնացածների, որտեղ գերմանացիները եղեռնի տարիների մեջ շատ են անհատներն օգնել, հազար ու մի ձևերով, այս բոլորը պիտի վերադարձնել եւ հանգիստ աշխատել, բայց սրանց մեջ ասեմ մի բան, ման ինչ է պետք, մենք պիտի գիտակցենք մի բան, որպեսզի սա մենք լիարժեք անենք, այս բոլորը մեզ պետություն է պետք, նորմալ լավ պետություն, նորմալ, որտեղ եկեղեցին իր դերն է, որտեղ եւ գաղտնի ռուսական ծառայությունը դեր չունի, առայժմ Հայաստանում այդպես չի։ Եվ որտեղ վարչապետ առանց ոստիկանների մասնակցությամբ է գնալու պատարակների։ Եվ հա ժողովուրդներ պատարակի մացավ։ Առանց ոստիկանների, առանց ուժային կառույցների։ Եվ այսպես տեսել եք, այլ նախագահներին ասեք են հայտնի է, չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասում է Քոչարյանի համար ինչ ասում է հայրմերը գիտես, ընդ որում առաջին նախագահին ասեմ, որ հայրմեր աղոտ չկա, դա տերունական աղոտ է, ինքը լավ չգիտի, հայրմերը, ես ասեմ տերունական աղոտքը գիտես, դա չգիտես, դա է ճիշտ է, ուրեմն հիմա մենք վերադառնում ենք մեր ճշմարտությանը, որտեղ
Նաև երրորդ մասը կա, այն հարցը ինչու է պաշտպանում, որովհետև այս իշխանությանը ընտրել է մեր ժողովուրդը։ Հիմա էլ ում ընտրի, ես կանգնելու եմ նրա կողքին, բայց ես ենթադրում եմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն իր արժանի տեղը կունենա մեր խորհրդարանում, մերցնել ձեզ օրինակ, որպես այդ գերմանա-հայկական հարաբերությունները, նաև կուսակցական մշակութային առումով ավելի բարձր մակարդակի։ Մի խոսքով ողջունելի է այս շատ եւ ինձ համար էսպես ասեմ, մենք պատմական շրջադարձ ենք ապրում, պարզապես շատ այս անցյալի բեռը պատերազմում ջախջախվելը եւ ռուսների նագլիությունը նրանց այս ստրուգներով շատ մեծ է։ Մեր հանդեպ եւ այլն, բայց դա անցնող բան է էլի։ Շնորհակալություն պարոն Շիրինյան այսօրվա հաղորդման համար։ Եթե ես զանգեր նորից ունենք, եթե վերցնեմ, մենք արդեն հաջորդ հաղորդումը չենք կարողանա տաղավարը ազատել, այնպես որ հարգելի հայրենակիցներ, պարոն Շիրինյանը միջև տարվա վերջ նորից կլինի մեր տաղավարում, այնպես որ եթե հարցեր ունեք, հաղորդումը խոստանանք, որ կսկսենք հարցերից։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, իձեզ շնորհակալություն պարոն Շիրինյան։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։